Ղուկասյան կներկայացնեք այդ գյուղերի իրավիճակը, սահմանի իրավիճակը, այդ կրակոցները, ինչ վիճակում են հիմա։ Գիշերները կրակոցի ձայներ, մեր գիշերային շարժ։ Երկարատև են այդ կրակոցները։ Ոչ կարճատև են, բայց տարբեր ժամերի։ Բնակավայրերի ուղղությամբ նոր որևէ բան չկա։ Բայց տեսեք կրակել են բնակավայրերի ուղղությամբ են կրակել եւ վնասվել են, հա, նաեւ տանիքներ դրանցին ինչ տեղեկատվությունից հետո չի եղել բնակավայրերի ուղղությամբ։ Բայց բնան ասում է, որ հենց բնակավայրերի ուղղությամբ անգամ մարդկանց տներ են վնասվում։ Չլսեցիք, ասում վերջին են տեղեկատվությունը, որ բանն հաղորդում մտնել է, դրանից հետո չի եղել։ Ձեր կարծիքով ինչ նպատակի հետապնդում եւ ասում են, որ ըստ էության նաեւ խոճապ են փորձում հասարակության շրջանում, այս դեպքում սյունեցիների շրջանում տարածել։ Խոճապը սյունեցիների շրջանում դժվար կտարածվի այս եղանակով, բայց թե կոնկրետ բուն նպատակով դժվար կլինի պատասխանել, որովհետև կարող են պատճառները տարբեր լինել։ Այն որ այդ կրակոցների գիշերային ձայնի ժամերին լսելի են, դա միանշանակ նպատակները կարող են խիստ տարբեր լինել։ Իսկ կրակոցների ֆոնին դեռ խաղաղության օրակարգին հավատում են ձեր բնակիչները։ Կրակոցների ֆոնին ավելի շատ է մարդ հավատում եւ հույս ունենում, որ խաղաղություն կա։ Իսկ գյուղատնտեսական աշխատանքներ հնարավոր է իրականացնել չկա։ Չէ, որովհետեւ ընդհանրապես ցերեկային ժամերին կրակոցներ չեն լսում, հատուկ գիշերային ժամերին կրակոցներ։ Պարոն Ղուկասյան, հերթական զորավարժություններն են, այդպիսի ինֆորմացիաներ տարածվում է եւս, որ մարդկանց տրամադրություններ եղել են գնացողներ։ Այո, հերքում եմ, որ մարդիկ ուզում են։ Պարոն Ղուկասյան, վերջերս Սյունիքի մարզի գյուղից երկու երիտասարդ էին մոլորվել, փաստորեն հետո պարզվեց, որ առհասարակ ադրբեջանական կողմում չեն եղել։ Դու կարող եք մանրամասներ հայտնել, ի վերջո տղաները որտեղ են եղել եւ ինչու են ամբողջ գիշեր այդպես ուր են անցկացրել, ինչ է տեղի ունեցել։ Տեսեք, երբ որ այդ լուրը տարածվեց, բնականաբար ես չգիտեմ, այստեղ մարդ կար, որ փորձել էր ինձ հետ կապ հաստատել, ես հրաժարվեցի որևէ բան ասել, ինչի համար, որովհետեւ տեսեք, կա լուր, որ իրականում երկու երիտասարդները չկա։ Եվ այստեղ ցանկացած բան, որ իմ կողմից ասվեր, դա չէր լինի 100%-անոց ինֆորմացիա, հետեւաբար ես զերծ պահեցի որևէ բան ասելու, բայց այս պահին ինչքանով որ ես տեղյակ եմ, այո, իրենք չեն հատել սահմանը, ես կարծում եմ ավելի շատ սպասել են մուտքների նոր վերադառնան, հավանաբար վտանգավոր։ Այդ դեպքում պարոն Ղուկասյան, ինչպես է գնահատում են փաստը, որ ԱԱԾ-ն խոսում էր իրենց Հայաստան վերադարձնելու մասին, իշխանությունը ԱԱԾ-ն ինքը եւս վերջին հաղորդագրության մեջ հերքեց այդ փաստը։ Այսինքն ինքը իրեն հերքեց։ Ինքը իրեն չընտրել եւ պաշտպանության նախարարությունը կար եւ տեղական ինքնակառավարում եւ տարբեր տեղերի տեղեկատվություններ գալիս, հետեւաբար ես ինձ զերծ եմ պահել որևէ տեղեկատվություն տրամադրելուց, որովհետեւ այսպիսի իրավիճակներ են լինում։ Փաստորեն ԱԱԾ-ն ինչպես է նաեւ Տեսեք Ժողովուրդ, ներողություն խնդրեմ, ես մասնակցեմ։ Այն հատվածները, որտեղ որ իրենք մոլորված են, այդտեղ կա որևէ բան գոյություն չունի։ հերթական զորավարժություններն իրավասու կառույցը հայտարարում, որ ադրբեջանական տարածքում են իրենց վերադարձնելու ուղղությամբ աշխատում են։ Տեսեք, դե սովորաբար դա ինչպես է լինում, ազգային անվտանգության ծառայությունը նախ այդ հատվածում ինքը ծառայություն չի իրականացնում, եթե սահմանապահ զորքեր դա այդ հատվածում չի։ Ցավոք սրտի հիմնականում այսպիսի դեպքեր լինում են այսպիսի հատվածներում եւ ինչն է բանը, որ բնականաբար տարբեր մարդիկ տեղեկատվություն, չէ, տեղացիները ասում են, հաղորդում են ընկերներ, ծնողները, ընտանիքի անդամները։ Ես կարծում եմ այդ ամբողջական տեղեկատվության հիմքի վրա եւ դա բարգած էր, որ հետո իրենք հենց ասել ադրբեջանական եւ թուրքական զորավարժությունների Երեխեք մասից նա հարկ եկել իրար ժողովուրդ, մարդ իսկականից զզվում է գործանելու։ Պարոն Ղուկասյան, գիտենք, որ այս օրերին իշխանությունները չնայած մի շարք անվտանգային խնդիրներ կան, բայց օրակարգային են դարձրել վեհապարի դասադրելու հարցը, Նիկոլ Փաշինյանը առաջարկել է խորհուրդ ձևավորեն, որը կստապի նոր պատմվածքի ինդուկցիան։ Դուք այս երևույթին ինչպես եք վերաբերվում այն պարամետրին, որով վարչապետ արտահայտում է կապի եւ այդ խնդրի մեջ ես իմ կարծիքը այս բանը չէի ցանկանա բարձրաձայնեմ, որովհետեւ
Այսպես թե այնպես մենք գիտենք, որ կա գոյություն ունի խնդիր ու առաջին դեմքերի մակարդակով ես կփոխեմ ձեր պահեմ ես ինձ հարցնեմ, որովհետև որպես հայրենիք իհարկե ես շատ ցանկանայի, որ այնպիսի իրավիճակ ուներ, ընդհանրապես այսպիսի դրվագներ չունենանք, բայց հիմա ունենք այն, ինչ ունենք, կա հարցադրում, ես վստահ եմ ինչ-որ կլինի պատասխան, եւ այս ամեն ինչը կլուծվի շահ մեր հայրենիքի օպերատորներ։ Ես ինձ համար ընդունելի է միայն այն ինչ որ մեր ազգային եւ պետական շահերից եւ մեր ժողովրդի կամքով լինի, մնացածը արդեն ժողովուրդ ես չեմ կարող ժողովրդի փոխարեն կամ այնպեսի կարծիք ասեմ, ես կարող եմ մեկ անհատի չի ներկայացրել, Նիկոլ Փաշինյանը այս չեն ներկայացրել, եւ ամեն ինչը կլուծվի եւ կվերջանա։ Ուզում եմ ասել, հիմա process կա, ես ուշադիր հետևում եմ։ Օրենս Նիկոլ Փաշինյանն էր այցելել Սյունիքի մարզ եւ մենք տեսանք, որ այնտեղ բացի կրթվել են նորաձևի արշավի իրականացումից, տեսանք նաեւ ընդդիմադիր իրենց ժամանակին հռչակած համայնքապետերը ինչպես էին շրջում Նիկոլ Փաշինյանը, ինչպես հաջողվեց ձեր գծի մեջ այսպես ասած, օրինակ Արուշ Արուշանյանը, որը ժամանակի Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողների ճակատողներից էր, այսօր առաջի պլանում Փաշինյանի հետ քայլողներից է։ Գուցե ԿՊ-ին անդամակցելու քննարկումներ են ընթանում իր հետ։ Շատ լավ, կարծում եմ այս հարցը շատ երկար է, այսպես քննարկել տարբեր հարթակներում, ոչ իրականությունը ընդհանրապես այդպեսին չէ։ Ինչպիսին է։ Իրականությունը այնպեսին է, որ տեսեք, ցանկացած համայնքի ղեկավար իր մտահոգում է իր համայնքի խնդիրները, ճիշտ է։ Եվ բնականաբար չի կարող համայնքի կառավարության հետ չհամագործակցել իշահեցել համայնքի։ Հետևաբար կառավարության հետ համատեղ կան բազմաթիվ գործընթացներ, աշխատանքներ, սուբվենցիոն ծրագրեր, դա անհնար է ուղղակի չլիներ որևէ։ Այսինքն համագործակցություններ փոխում պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Մենք միասին քննարկել ենք ասել, որ աշխատանքային հարաբերությունները պետք է պահպանվեն, անկախ նրանից ով ինչ քաղաքական դիրքորոշում ունի։ Ընդդիմադիր եք, ընդդիմադիր չի ինքը։ Ես վստահ եմ, որ քաղաքական պայմանագիրը սովորությունից չէ եւ չեմ կարծում, որ ընդհանրապես քննարկվել է։ Պարոն Կասյան, քանի որ Ոչ միայն Արուշարուշանյանը, բայց ձեզ ոնց հաջողվեց, կներես ձեզ ոնց հաջողվեց ընդդիմադիր քաղաքապետերին համախմբել, ես համախմբել հարկ օգտագործեմ, հա, ձեր շուրջ Նիկոլ Փաշինյանի շուրջ, որովհետև նրանք առաջ տեսնում ենք ինչ ակցիաներով էին դիմավորում, իսկ հիմա շարք են կանգնում, որ Նիկոլ Փաշինյանին դիմավորեն, ինչ տեխնոլոգիա է կիրառել։ տեխնոլոգիա չկա, ճիշտ ասած անվանումը դրա աշխատանք։ Պետք է անկախ նրանից ով ինչ քաղաքական դիրքորոշում ունի, բայց այդ աշխատանքները պետք է իրականացվեն եւ աշխատանքի մեր աշխատանքային հարաբերությունների մեջ ես որևէ խնդիր չեմ հիշում, որ տեղի է ունեցել, ուղղակի պետք է անկեղծ աշխատել, որովհետեւ այսպես թե այնպես մենք ժողովրդի մասին ենք խոսում։ Հիմա եթե պետք է սուբվենցիոն ծրագրեր իրականացնել, տարբեր աշխատանքներ ծրագրեր, գիտենք հատկապես Սյունիքն ապարտներ, եթե ուղղակի մեր անձնական հարաբերությունները այնպես անենք, որ դա ազդի ժողովրդի վրա, ես չեմ կարծում, որ դա ընդհանրապես անկեղծ եւ ճիշտ վարքագիծ է։ Եվ մենք կարողացել ենք այդ հարաբերությունները ստեղծել։ Ես իրականում նաև ուրախ եմ, որ միջավայրը ստեղծվել է, որովհետև դրանից շատ բան է կապված։ Հիմա տեսեք հարց եք տալիս, ասում եք մարդիկ ուզում են լքեն թե ոչ, պատկերացրեք մի պահ, եթե քաոս լիներ Սյունիքում, ապա ինչքան մարդ իրականում կցանկանա Սյունիքը, հետո նաև շնորհակալ եմ բոլոր համապետերին, որ ես պետք է կանոնը Թեմի առաջնորդի հետ ինչ հարաբերություններ Երեք չէ առաջի օրն ենք հանդիպել, ոչ միայն իր հետ, այլ տարբեր կերպարների հետ։ Նորմալ հարաբերություններ այնքանով, որ մենք հարաբերություն տարբեր այնտեղ վանքերի ոչ Սյունիքում ճանաչված վանքեր կա։ Ես անձամբ չեմ տեսել, տեսեք ձևակերպման կարող չկա, բայց այն որ բնականաբար կան տարբեր տեղերում խնդիրներ, բոլոր տեղերում խնդիրներ, բայց ուզում եմ ասեմ մենք Սյունիքի մարզում այդ մասում որևէ լարված իրավիճակ ես ճիշտ ասած վերջին 3.5 տարիներին հարաբերությունների չեմ հիշում։ Եթե նույնիսկ լինում են փոքր, ապա դա հարցում է
Նախիջևանում մի հատ ասեք զորավարությունների մասին, վտանգ ռեալ տեսնում եք, ասենք ձեր տարածաշրջանի համար։ Ասեմ, քանի դեռ խաղաղություն չկա, միշտ վտանգը կա, բայց ես որ լավ մանրամասն տեղյակ չեմ այդ զորավարժությունները ինչ բնույթի են, ինչ են դա երևի թե կարծում եմ ճիշտ կլինի հարցը տալ գերատեսչություններին, ովքեր որ զբաղվում են հարցը։ Պարոն Ղուկասյան, Ես Պարոն Ղուկասյան, քանի որ գրվել է նաև նորաձը իմ գործընկերը հիշեցրեց Սյունիքում ասածը, վերջին շրջանում շատ հաճախ է Սյունիքում գրվել է նորաձևը այդ արշավի իրականացում։ Ինչով է արժանացել Սյունիքը Աննա Հակոբյանի այդ արշավի պատմին, այսինքն Սյունիքում շատ խնդիր կա կարգվել, որ անդադ գալիս է։ Տեսեք, գրքելու մասին չի խոսք, ես հասկանում եմ նաև ծառայժուկները իրականում այդ ֆորմատը չի որ դեռնագիրն է նշում մեկ եւ երկրորդ թե հատուկ ինչ որ չեն կարծում որ Սյունիքի մարզին չէ հատուկ է գալիս ուղղակի գիտեք որ այդտեղ օնլայն հարթակ կա որտեղ ներկայացվում են մարդիկ այն որում հարթակում ովքեր են դառնում շատ աշխատանքի եկալեր չեն կողմում սովորաբար դուք եք կարող եք անգամ փոխել ասեք որ տեսա ու երբ որ ես կարող եմ ես եմ հասկանում X մարդիկ որ հավաքվում են գալիս է այդ իսկ նաև փոփոխություններ կան, որոնք